Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այնպես կտանք Ադրբեջանի գլխին, որ էլ վեր չի կենա, հայտարարել է Իրանը։ Բաքուն չգիտի, որ կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Իրանը մերկացրել է Ադրբեջանի նենգ նպատակները։ Իր հերթին ամերիկյան CNN հեռուստաալիքը աղմկահարույց բացահայտում է արել, ըստ որի Իրանի վրա իսրայելական հարձակումների հիմնական մասը հենց Ադրբեջանի տարածքից է իրականացվել, ինչ բախում է սպասվում Իրանի եւ Ադրբեջանի միջև, ինչ վտանգներ են սպառնում հային ու Հայաստանին։ Հյուրս գրող, բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանն է։ Նա կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Գերության է վերցրել Հայաստանը։ Տիկին Ասատրյան, ով կոտրեց հայի մեջքը։ Այնպես կարող է մի գիշերում ինքը անհետանալ, այնպես որ իհարկե։ Այդ ուժերի հետևը կանգնած են եւ սիոնիստական ուժերը, եւ թուրքերը։ Հայից ինչ են ուզում, տիկին Ասատրյան։ Ուզում են ոչնչացնել հային։ Այլ պետք էր Բաքվին ենթարկել կապիտուլյացիայի։ Իրանը հայտարարեց, որ Ադրբեջանը տեղյակ չի, որ 3-4 ժամում կհավասարեցվի հողին։ Պատրաստվում է Հայաստանը թողնել առանց հայերի։ Դժրեի ոտնահետքերը դեռ Սյունիքում են։ Պայթացնում է նռնագավորանքը սատկ է։ Որևէ Սողոմոն Թերերյան կծնվի եւ հարցերը կլուծի միանգամից։ Բարև ձեզ, տիկին Ասատրյան։ Բարի ողջույն եւ շնորհակալություն հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ հյուրն եք եւ վստահ եմ հետաքրքիր ասելիքով եք եկել եք, որպեսզի ձեր ոգեղեն խոսքով ուժ, եռանդ եւ կորով տակ թե հային, թե Հայաստանին, առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք գտնվում են թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Մի խոսքով, բարի ողջույն եւ բարի գալուստ Արեգ TV։ Շնորհակալ եմ, ես էլ ուրախ եմ, որ հանդիպում եմ մի սքանչելի տաղանդավոր բանաստեղծի, ոչ միայն Արեգ Գրիգին, սա ինձ համար նորություն էր եւ խնդրեմ պատրաստ եմ պատասխանելու։ Մենք դեռ կանդրադառնանք մեր բանաստեղծական գործունեությանը, առավել եւս ձեր բանաստեղծական գործունեությանը, բայց մինչ այդ խոսենք տարածաշրջանի մասին։ Տիկին Ասատրյան, Իրանը շատ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել, որոշակի ինֆորմացիա է տիրապետել եւ հասկացել է, թե Ամերիկա-Իսրայել-Իրան պատերազմի օրերին Ադրբեջանը ինչպիսի ահարկու հարվածներ է հասցրել Իրանին։ Եվ Իրանը հայտարարեց, որ Ադրբեջանը տեղյակ չի, որ 3-4 ժամում կհավասարեցվի հողին։ Ձեր տեսակետը ո՞րն է, ինչպիսի լարվածություն է սկսվել Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Համեցեք։ Ուրեմն ես զարմացած եմ, որ այդ մասին նոր են խոսում։ Չէ՞ որ կարծում եմ 2 տարի առաջ էր, որ սպանվեցին Ռայնիսին սպանվեց եւ արտաքին գործերի նախարարը եւ դա արվել էր փեյջերների միջոցով, որը այն ժամանակ բացվեց, որ դա ուղարկվել է մոտիկ տեղից եւ ճշտվեց, որ ուղարկվել է Ադրբեջանից։ Եվ Իրանը այդ մասին գիտեր։ Զարմանալին այն է, որ Իրանը շատ այսպես հպանցիկ անցավ դրա կողքով։ Ես նույնիսկ ասացի ոնց է չի անդրադառնում։ Հիմա CNN-ի հայտարարությունները, բնականաբար CNN-ը այն լրատվությունն է, որը նա չի կարող կեղծ բան ներկայացնել հասարակությանը, ժողովուրդը նրան վստահում է, եւ եթե այդպես ասացում է, դա այդպես էլ կա։ Եվ Ադրբեջանը չի վախենում դրանից։ Ադրբեջանը ոչ էլ հերքել է, որ դա այդպես է։ Տեսեք։ Ալիևը փորձեց որոշ հերքման տեքստեր ասել, առավել եւս Ամերիկայում Ադրբեջանի դեսպանը փորձեց հերքման տեքստեր ասել, բայց այնուամենայնիվ փաստերը վկայում են։ Փաստը մնում է փաստ, այո։ Նամանավանդ Շուշիում Իրանի նախագահը ջերմորեն շնորհավորեց Ալիևին, այդ որ հավաքվել էին Էրդողանն էր այնտեղ, իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կապակցությամբ, այսինքն Արցախը վերցնելու, գրավելու կապակցությամբ։ Տեսեք ինչ կատարվեց։ Թվում էր, թե Իրանը շատ ջերմ հարաբերության մեջ է հայերիս հետ այդ օրերին։ Իհարկե, հիմա էլ այդ ջերմությունը կա, բնական է, մեր միակ հարևանն է եղել մանավանդ 90-ական թվականներին, մեր միակ ճանապարհը, ասում էին փրկության ճանապարհ, դա Իրանն էր։ Եվ մենք ընդհանրապես աշխատեցինք, որպեսզի Իրանի հետ կապված որևէ խնդիր չունենանք սահմանային առնչություններում, այնտեղ բնականաբար դրսից էին մարդիկ գալիս Թուրքիայից, եւ այլն հայկական տարածքներն էին խախտում։ Նու ինչու է Իրանը այդպես մեր մոտենում Ադրբեջանին։
մեկ րոպեում Ադրբեջանը շարքից դուրս կգա, կկործանվի, կկործանեն իրենք, թե ինչ կանեն, բայց դա ասվում է։ Մենք չտեսանք այդ քայլը։ Եվ նույնիսկ մի անգամ էլի երբ որ Արցախյան դա ապրիլի 2-ի պատերազմի ժամանակ էր, երբ որ մենք այսպես ամբողջ ժողովրդով դուրս եկանք պայքարի Ադրբեջանի դեմ կանգ առավ, այդ ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը ինչ որ բանով ընդհարվել էին էլի իրար հետ, Ալիևը էլի ինչ որ մի բանով նեղացրել էր, ասել էր եթե մենք չլինեինք հայերը կմտնեին Բաքու։ Այսպեսի այսինքն Իրանը որքան էլ որ ջերմ, այսպես դեմքով դեպի կարծես թե Հայաստանը շուտ գալիս որպես հնագույն ժողովուրդներ, որպես իրար երկրի թագավորներ փոխանցող, նույնիսկ ժառանգական ինչ-որ բաներ կա մեր մեջ, այո, այնուամենայնիվ, երբ որ խնդիրը գալիս է Ադրբեջանին, Իրանը մի տեսակ մեղմություն է ցուցաբերում։ Ամեն հիմա հարաբերությունները բավականին են լարվել, որ պետական մակարդակով ասվում է Բաքուն 3-4 ժամում կհավասարեցնեն հողին։ Դրանից ինչ հոտ եք առնում։ Ես զգում եմ, որ մանավանդ որ Ռուսաստանը այսօր նաև Բաքվի կողքին կանգնած չի եւ Բաքուն այդքան էլ նաև Էրդողանին վիրավորեց, որ ասեց ես եմ գրավել Ղարաբաղը, հասկանալի է։ Ես չեմ կարծում իհարկե Էրդողանն էլ պատասխանեց, որ սուս մնա։ Առավել եւս Իսրայելին սպառնալու մեջ ասեց, ինչպես Ղարաբաղը գրավեցին։ Այո, պլյուս նրան, որ Իսրայելի հետ մենք գիտենք, մենք խոսենք այդ մասին, Էրդողան-Նեթանյահու հարաբերությունները շատ վատ են եւ այս պարագայում Ալիևը այդպիսի ջերմություն է ցուցաբերում Իսրայելի նկատմամբ եւ դա գալիս է նրանից, որ մեր խաղաղության պայմանագիրը, որ կնքվեց Վաշինգտոնում, այդ պայմանագրի կնքումը բոլորովին էլ պատահական չէր, Ալիևը շատ էր չարչարվել, այս բոլոր բաները արեց Նեթանյահուի համար։ Պայմանագիր չունենք կնքված խաղաղության։ Դա այդ պայմանագիրը նախնական ձևով դեռևս որոշվել է, չէ՞ որ պետք է դեռ ստորագրված չի, ինքը չի ստորագրել, դեռ չի ստորագրել, բայց Ադրբեջանը չի ստորագրում, Ալիևը չի ստորագրում։ Խոսվում է երկկողմ պայմանագրի խաղաղության մասին։ Դրան զուգահեռ Ալիևը ամենօրյա ռեժիմով նենգաբար սպառնում է հայ ազգին։ Ուրեմն խնդիրը նրանում է, որ Ալիևը այդ գերիները որ վերցրել է, դա ինքը անհատ մարդկանց չի վերցրել, ինքը գերության է վերցրել Հայաստանը։ Ալիևը ես զարմանում եմ, որ չնայած հիմա գնում է այդ բարեկամական հարաբերությունները, ես չեմ ուզում հիմա խստացնել ու որևէ բան խոսել, ես ոչ մի բարեկամություն։ Մենք Ադրբեջանի հետ բարեկամության նշույլներ ունենք։ Այ Անդրանիկը ինչ էր ասում, ասում էր ով ուզում է Թուրքիայի հետ բարեկամանա, ես չեմ բարեկամ, նույնը ասում եմ ես։ Նժդեհն էր ասում նաև։ Նժդեհներ էր ասում, իհարկե, որովհետև մենք գիտենք, որ նրանք չեն կարող հայ ժողովրդին ներել։ Հայ ժողովրդի գոյությունը նրանց խանգարում է։ Ադրբեջանը այսօր շատ բան սիրով սկսմից ոտքեր բարձրացել է անդամներ, թե ուր որ է կգրավի Ատրպատականը, կգրավի Հայաստանը եւ կստացի Կովկասում մեծ Ադրբեջան, նրա ամբողջ նպատակը այդպիսի Ադրբեջան ունենալն է, ու տեսեք, սա արդեն գալիս էր տարածքում հեգեմոնի դեր ունենալու խնդիրը, ու իրա եւ Էրդողանի մեջ մի որոշ ժամանակ ինչ որ բան գնաց, մի երկար ժամանակ, բայց հետո սկսեցին հաշտվել։ Այնուամենայնիվ Ալիևի նպատակները հիմնազուսպ է, որովհետեւ նա գիտի Թրամփի ուժը։ Ինչ է անելու Թրամփը։ Թրամփը առանց նայելու ոնց որ Վենեսուելայի նախագահին վերցրեցին 25-րդ եկան ու տարան մի գիշերում, այնպես կարող է մի գիշերում ինքը անհետանալ, այնպես որ իհարկե, եթե խանգարի, եթե փորձի թրիփ ճանապարհին խանգարել, փորձի ինչ-որ քայլերի գնալ, որքան էլ որ ինքը այդպես ցույց է տալիս, ասել է, չէ, նրան շնորհավորել է, ասել դու շատ լավ տղա ես, ու դա շատ ոգևորել էր իրեն, շատ լավ տղա կարող է լինել, բայց շատ լավ ղեկավար մարդ նա չի կարող լինել, որտեղ եթե մեկը կազմակերպում է մի ժողովրդի կործանում, հանուն իր ձգտումների, մղումների, իր էգոիզմի, իր չգիտեմ ինչի, նա ուզեցավ ասել ցույց տալ, որ ինքը ավելի հզոր է, քան իր հայրը, Հեյդար Ալիևը։ Տեսեք, Հեյդար Ալիևը երբեք չէր գնա այդ քայլերին եւ այդքան կոտորած չէր անի, ճիշտ է, նա մղեց Բաքվի ջարդերը ասում են իր միջոցով է կազմակերպվել, բայց
Heydar Ալիևը չէր գնա այդ աստիճանի մանուկների սպանություն, մի խոսքով ամբողջ էսկալացիա, ամբողջ մի տարածքի։ Այսօր Ալիևը ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի նկատմամբ։ Զսպված լռությամբ, բայց պայթյունալի։ Նա եթե առիթ լինի, նա հիմա գիտի, որ ամբողջ Եվրոպան եկավ այստեղ, լայն հարաբերություններ է ստացվել աշխարհի հետ, վերջապես Հայաստանը ճանաչում ունի, որքան էլ որ այս չկամությամբ, որքան էլ որ նախանձով ուզենան, որ մտածել, որ Հայաստանը դա փոքր երկիր է, ճանապարհ չունի, եւ այլն, ներփակված տնտեսական վիճակը այսպես անկայուն, պատերազմը տեսել վերջապես եւ այլն, այնուամենայնիվ Հայաստանը ինքը իսկական եվրոպական հիմքեր ունեցող երկիր է։ Առաջին Եվրոպան Հայաստանն է եղել իր զարգացածությամբ։ Հայ ժողովուրդը ինքը գիտության ազգ է։ Ադրբեջանի ուրեմն գրողների միության նախագահան Անարը, երբ որ առաջին 90-ական թվականներին պարտվեց, ասաց մենք չպարտվեցինք Հայաստանին, մենք պարտվեցինք Արամ Խաչատրյանին, մենք պարտվեցինք Նարեկազուն, Մարտիրոսարյանին, այսինքն ու թվել էր հայ մշակույթի մեծերին, որ իրենք պարտվել են նրանց, այսինքն Հայաստանը այդպիսի ազգ է, նա պատերազմ չի սիրում, տեսեք այս 2 տարին լուռ ենք մենք, այս 2 տարվա մեջ ծաղկում է, մեր գիտնականները այնպիսի բաներ են ստեղծում, որ ապշելու է, ճիշտ է, ես մշակույթի մեջ, մշակույթը մի տեսակ խեղճացած է այս վերջին տարիներին, ես զարմանում եմ, չի երևում էլ, ասենք այդ ցուցահանդեսները բանը, որ առաջ կային այդպես չկան, բայց գիտությունը, ինքնապաշտպանության համար մղվող ներքին պայքարը ստեղծել է այնպիսի գյուտեր այսօր, մենք ունենք հրաշք գիտնականներ, գիտաժողովներ էինք անցկացնում գնդապետ Կոմաշյանի հետ միասին, երբ որ այդ ռոբոտների վրա էինք աշխատում համատեղ, եւ տեսանք, թե ինչ խոշոր մարդիկ ունենք, այդ ինչ ուղեղներ են, դրանց տեր լինել է պետք, պարզապես Հայաստանը չունեցավ այն ոնց ասեմ սկզբունքային հայ ժողովրդի պաշտպանվածության այն բաները շերտերը, որ ինքը կարողանար իր գիտնականներին պաշտպաներ ստեղծեր զենք, որովհետև գնաց կապիտուլյացիայի եւ խեղճացավ Հայաստան։ Հայաստան չպետք է խեղճանար։ Տիկին Ասատրյան, ով կոտրեց հայի մեջքը։ Հայի մեջքը կոտրեցին շատ շատերը, կոտրվեց 90-ական թվականներից, երբ որ ոչ թե պետք է զինադադար հայտարարել, այլ պետք էր Բաքվին ենթարկել կապիտուլյացիայի։ Եթե ուզում էին ունենալ հզոր Հայաստան, եթե ուզում էին այս երկիրը։ Ով կանգնեց մեր դեմը։ Այն ժամանակ Օզալի եւ մեր առաջին նախագահի միջև ավելի շուտ Օզալի եւ Ելցինի միջև պայմանավորվածություն է եղել, որ հայերը չշարունակեն, մանավանդ որ հասել էին երազք եւ հետո մոտենում էին Նախիջևանին, այդ ժամանակ էր, որ կանգնեցվեց պատերազմը եւ մեր տղերքին թիկունքից խփեցին, որպեսզի չգնան դեպի Նախիջևան։ Մի խոսքով այդ ուժերի հետևով Դավիթն ասում էր Տիկին Ասատրյան, այդ ուժերի հետևով ովքեր են կանգնած։ Այդ ուժերի հետևը կանգնած են եւ սիոնիստական ուժերը, եւ թուրքերը, եւ արդեն վերջին ժամանակներում, երբ որ Արցախը հանձնվեց, ռուսները կանգնեցին սիոնիզմը։ Տիկին Ասատրյան, սիոնիզմը ինչ է ուզում հայերից։ Հայազգից ինչ է ուզում։ Դարերով մղվող պայքար։ Արիական ժողովուրդ, աշխարհին գիտություն տված ժողովուրդ։ Բոլոր գիտությունները առաջացել են հայից ու Հայաստանից։ Գիտության օրան ու բնորան Հայաստանից ինչ է ուզում։ Ինքը մենակ Հայաստանից չի ուզում։ Սիոնիզմը գնում է աշխարհատիրության գաղափարին։ Այսօր այս պատերազմները, որ կատարվում են, շատերին թվում է, թե այս կամ այն ազգի նկատմամբ ինչ որ կոնկրետ որոշակի նպատակ կա։ Ոչ։ Մարդկության կործանման, մարդկության ոչնչացման խնդիր է դրված։ Դեռ 90-ական թվականներին ինձ բերեցին ձեռագիր մի փաստաթուղթ տվեցին, իհարկե դա այն ժամանակ գաղտնի էր արվում, դա բացահայտ չէին տարածում, եւ ես կարդացի այնտեղ, որ 7-8 միլիարդից պետք է մնա ոսկե 1 միլիարդը ընդամենը, ոսկե 1 միլիարդ։ Ու այդ օրվանից, այդ պատերազմներից, սա արդեն ինձ թվում է, որ 90-ական թվականներից հետո դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն էր, որը մենք այդպես էլ չմտածեցինք, որ դա այդպես է։ Մարդկությունը միլիոններով կորցրեց իր տեսակին եւ բոլոր երկրներում, եթե դուք տեսեք, թե մենակ Իրանում ինչ կատարվեց այդքան փաստորեն,
ինչքան 3 տրիլիոնի վնաս են տվել Իրանին։ Մի խոսքով Հայաստանը այսպիսի պատերազմի մեջ է, Սիրիան, Գազան, Պաղեստինը, սրանք բոլորը պատերազմի մեջ են։ Այս ինչ բան է։ Այդ ինչու են այդպես աննկատ կոտորում այդ ժողովուրդը, չէ՞ որ այնտեղ մարդիկ են։ Օրինակ Գազայում 30,000 երեխաներ են սպանվել։ Որևէ մեկը այդ մասին մտածում է թե չէ։ Գոյություն ունի Եվ խոսում են բարձր արժեքներից։ Տեսեք, Մարդկայինի վսեմ արժեքներից են խոսում։ ես ուզում եմ այս ամբիոնից հարցնել, ինչ է անում ՄԱԿ-ը, Միացյալ Ազգերի կազմակերպությունը, երբ որ Պարապուրդի մեջ է 1920 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, պատերազմը Ադրբեջանն է սկսել, տեսեք ինքը տարածում էր, որ հայերն են մեր դուրս, ինչ հայեր դուրս գան, ոչ այսօր, ոչ էլ անցյալում, այն ժամանակ սկսվեց Սումգայիթի պատճառով, ես ականատես եմ եղել այդ բոլոր բաներին, հարցազրույց եմ արել Սումգայիթից փախածների հետ, գիտեք, այսպես անխեղճ չի կարելի լինել, հասկանալի է, հիմա խաղաղություն են հաստատել Հայաստանում, գնում են դեպի խաղաղության։ Դուք հավատում եք Տիկին Ասատրյան։ Ոչ, ես ասացի չեմ հավատում։ Բայց ի՞նչ մասին է խոսքը։ Գիտեք, ինչի մասին է խոսքը։ Խաղաղություն ուզող երկիրը, խաղաղություն ցանկացող երկիրը սուվերեն երկրի հանդեպ կոնկրետ մարտահրավերներ է ունենում ու ասում է, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, սրա մեջ խաղաղությունը որտեղ եք դուք տեսնում։ Որ իրենք շարունակում են իրենց քայլերը, իրենք դանդաղ այս փոքրիկ տարածքը Հայ մահն է ուզում, Տիկին Ասատրյան։ Իհարկե, նրանք Խաղաղության պայմանագրով է ուզում հայ մահը։ Ոչ, խաղաղության պայմանագիրը սա համաշխարհային մեծ բեմահարտակից որպես լեգիտիմ ներկայանալու հանգամանք էր բանի կողքին, Թրամփի կողքին, որովհետև Թրամփը այս աշխարհում համարվում է գլխավոր պետության, հուժկու պետության լիդերը եւ բոլորը նրա հետ հաշվի են նստում, դուք տեսաք G7-ում գնացել էր բոլորի ուշադրության կենտրոնում ինքն էր եւ այլն։ Այսինքն Թրամփի մոտ նա որպես լավ երկրի լավ ղեկավար, որպես լեգիտիմ անձ, մնանդ որ արդեն ասվել էր, որ Ադրբեջանը Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն էր, նա արդեն այդ համարձակությամբ արդարացնելու իր կատարած հանցագործությունը, էսկալացիան, հնագույն ժողովրդին իր բնորանից վտարելու, հեռացնելու այդ սպանությունները գործելու հանգամանքը ինքը լեգիտիմացնելու պատճառով նա գնաց այդ արդարության փաստաթղթի տակ ստորագրելուն, որը ինքը չի ընդունում։ Արդարությունը կատարվում է ինչպես, եթե երկու ժողովուրդների միջև կնքվում է պայմանագիր, ինչպես հիմա մենք այդ մասին էլի կխոսենք, Իրանի եւ Թրամփի միջև կնքվեց, դեռ այդ պայմանագիրը իհարկե չի ստորագրվել, ժամկետ է տրված, նա անպայման կզիջեր իր գրավյալ տարածքները, սկսած Ջերմուկից, Սև լճից, մինչև Տիկին Ասատրյան, 240 քառակուսի կիլոմետր տարածք զավթել է մեզանից Ալիևը ու ձեր նշած Թրամփի հովանավորչությամբ է Նախիջևանում իրականացվում արևմտյան Ադրբեջան համաժողովը։ Ինչ են քննարկելու այդ համաժողովի ընթացքում, որպեսզի ել ավելի տարածքներ խլեն։ Իսկ ձեր կարծիքով նա ինչու է տեղ տրամադրում Իսրայելին, որովհետև Նետանյահուն մոտ է Թրամփի հետ, չնայած հիմա մի փոքր իրենց մեջ, ինչպես ասում են, ժողովուրդը սև կատու է անցել, բայց ոչինչ, դա իրենց համար սովորական բան է։ Նրա բոլոր խնդիրներին ընդառաջ է գնում Նետանյահուն, օգնում է, նա օգնում է նրան, նայել նրան։ Իսկ Ալիևը չգիտի, որ Նետանյահուն ասում էր Բաքուն դա հրեական քաղաք է։ Նա նաև Արցախն էր համարում հրեական բնակավայր բնորան, նա մտածում էր, որ այսպիսի բան կա, չէ, որ 300,000 հրեաներ ժամանակին Տիգրան Մեծը բերում է միջերկրական ծովի ափերից, որպեսզի նրանք չկոտորվեն եւ տեղավորվում է Արցախի տարածքում, իհարկե Տիգրան Մեծը ուրիշ նպատակներ ուներ, որ Արցախի վրա հարձակվում էին պարսիկներ, թուրքեր եւ այլն, ինքը տեղավորեց որպես սահմանային բան, որպեսզի Արցախի այդ սահմանը պահպանված լինի, բայց նրանք մնացին եւ նույնիսկ 90-ական թվականներին ինձ պատմեցին, որ ինչ որ Շուշիի թունելներից ինչ որ բան են տարել, ինչ են տարել ես չգիտեմ, որը եղել է իրենց պատմական, թե կրոնական ինչ որ մասունք, 4-րդ մասն է եղել, մինչև այսօր անհայտ եմ ես։ Ինչևէ, բայց պայմանագիրը ցանկալի կլիներ խաղաղության Թրամփի հետ կնքված,
ցանկալի կլիներ, որ ստորագրված ավելի շուտ այդ պայմանագիրը դեռ չի վավերացվել Ալիևի կողմից, եթե Ալիևը մտածեր, որ այս տարածքում այս երեք ժողովուրդները Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը պետք է ապրեն խաղաղությամբ, լինեն Կովկասի համար լույս լինեն եւ իրենց ժողովուրդներին կարողանան խաղաղության մեջ պահել։ Հիմա Փաշինյանի ամբողջ ցանկությունը այն է, որ խաղաղություն լինի, որտեղ Փաշինյանին դուք տեսնում եք, որ ժողովուրդը երեկել մանավանդ ընտրություններից հետո այս ամենավերջին բաներն եմ ես լսում եւ YouTube-ով եւ տարբեր տեղեր եւ այլ բաներ։ Այսինքն այս պայմաններում որն է հայերիս նպատակը։ Չէ, նախ եւ առաջ հասկանանք թշնամու նպատակը եւ անելիքը։ Ինչ է պատրաստվում անել Ալիևը եւ ինչ է սպասվում Ալիևին։ Սկսենք դրանից։ Ալիևը պատրաստվում է Հայաստանը թողնել առանց հայերի։ Եթե Աստված մի առասցե, հանգարց այդ Սյունիքի արևմտյան, այսպես ասած, իրենց կոչեցյալ Ադրբեջանի խնդիրը իրենց համար դառնա ծրագիր հետագայի համար եւ իրենք ինչ-որ բաներ կարողանան անել, որը չեն կարող անել, երբեք չեն կարող։ Այս առիթով ես մի բան պիտի ասեմ, մի դիտողություն, ուրեմն մի տիկնոջ էին նկարահանել, գցել էին եթեր, որը կոչ էր անում, սյունեցիներ, ձեր ճամպրուկները կապեք։ Ես զարմացած մնացի այդ կնոջ կոչի վրա, որքան էլ որ քեզ տրամադրեն, որ դու այդպիսի բաներ հաղորդի, կամ դու տեսնում ես դա, դու այդպիսի բաներ ասելու իրավունք չունես քո ժողովրդին, ոչ մի սյունեցի իր ճամպրուկը չի հավաքի։ Դժրեի ոտնահետքերը դեռ Սյունիքում են։ Չի կարելի, դեռ իշխանասարում են, նրա գերեզմանն ընդեղը աճունից մասեր կան, որոնք հզոր էներգիա են տալիս։ Այսօր Սյունիքում կան նժդեհներ, այդ նժդեհները թույլ չեն տա, որ Սյունիքը պղծվի, որևէ մեկի ոտքը այնտեղ լինի։ Ալիևը, ինչպես նաև Ալիևը։ Ինչպեսի հարված կարող ենք հասցնել Ալիևին։ Ալիևին հայ ժողովուրդը, որքան էր որ մենք զայրանանք ու իրար դեմ դուրս գանք, երբ հայրենիքին վտանգ է սպասվում, հայ ժողովուրդը միաբանվում է։ Մենք շատ զգայուն ենք եւ զգում ենք, թե երբ է մեզ ծանր հարված գալիս եւ որտեղից է գալիս։ Այդ մի բանը մեր ազգի ներքին գիտակցության մեջ, մեր գենի մեջ այդ մի բանն է լավ, որ այդ պահին մենք բոլորս մեկ մարդ ենք դառնում։ Մեր հերոսները շատ են։ Ճիշտ է, մեր լավագույն տղերքը այսօր եռաբլուրում են, բայց նրանց գոյությունն էլ հենց եռաբլուրի ոգին, էներգիան, ուժը ամեն վարքյան մեզ հուշում է, որ Հայաստանի սահմաններից այլևս ոչ մի անարթշնամի չպետք է ներս խուժի։ Արցախը դա գրավեցին իրենք, գրավեցին Արցախը։ Թող լավ հիշեն, ես բացահայտ հայտարարում եմ։ Արցախը ժամանակավորապես են գրավել։ Արցախը եղել եւ մնալու է հայկական սուրբ հող։ Նույնիսկ մի բան պիտի ասեմ, թող իրենք զարմանան։ Ասում են, որ Նոյան տապանի այդ փայտի տեսակը Արցախի փայտն է, Արցախի սոճու ծառերից է այդ բոլորը կտրված եւ պատրաստվել է Արցախում։ Եվ պատահական չէ, որ այնտեղ կա Խաչեն գյուղ։ Այս բոլորը շատ հետաքրքիր է եւ պատահաբար չի, որ առաջի հայկական դպրոցը Մեսրոպ Մաշտոցը հենց Արցախում բացարեց։ Ուրեմն ինքը Ամարա Սումայու սուրբ հող է եւ վաղը մյուս օրը այդ իրենք չեն վայելու։ Եթե մենք անգամ Աստված չանի, մենք չենք տկարանա, մենք ուժեղացել ենք։ Արցախցիները ճիշտ է եկել են Հայաստան, թողել են իրենց տները, ես ցավում եմ դրա համար շատ, որտեղ ես գրեթե ամեն օր եմ գրել Արցախի մասին, այս գիրքը որ նայեք ամեն օր գրեթե Արցախի մասին գրել եմ, տարբեր հոդվածներով հանդես եմ եկել, հեռուստաեթերներով եւ այլն։ Ցավում եմ Արցախի համար, բայց ստացվեց։ Իսկ միգուցե մենք կորցնեինք այս 120,000-ին էլ, հա, որովհետեւ իրենք ռմբակոծում էին 5 պետություններ կանգնել էին Ալիևի թիկունքին եւ Հայաստանին թողել էին մենակ։ Այդ օրերին ամսի 27-ին սկսվեց 28-ին ես 400 կանանց հավաքել եմ եւ գնացել եմ Մայքի գրասենյակի առջեւ մենք հանրահավաք ասկացրեցինք, մենք գրավոր նամակ հանձնեցինք, որպեսզի ուղարկենք Գուտերեշին ուղարկեն, որ կանգնեցնեն, դադարեցնեն այս մարդասպանությունը, այս նոր գենոցիդը։ Սա նոր գենոցիդ էր հայերիս համար։ Այս գենոցիդը տեսնելուց հետո ոչ ես, ոչ դուք, ոչ ես մեր ժողովուրդը չի կարող նրան ներել։ Ճիշտ է։ Խաղաղությունը մեզ համար այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Բոլորս ենք ուզում խաղաղություն։ Հայերս, որ գենետիկորեն անընդհատ այդ կրակների մեջ ենք ուզել, ըստ երևույթին աշխարհում մենք միակ ժողովուրդն ենք, որը
աղոթքի մեջ միայն առաջին բառը խաղաղությունն է, որտեղ խաղաղությունն է մեզ կյանքը ուժ տալիս։ Հենց մեր թշնամին դա գիտի։ Եկեք չմոռանանք Լորենս Արաբացու խոսքերը, որ ասում է, եթե նրանց թողեցին, նրանք մնացին երկրի երեսին, խմբվեցին, կտիրեն աշխարհին։ Աշխարհին չտիրելու համար մեր կենսագրությունը բացառիկ է։ Դուք դա լավ գիտեք, ներողություն։ Վախով ինչի է արտահայտվել ազգությունը գիտենք Արաբացու։ Այո, դե նա էլ աջողուտ եղել, դե մենք չգիտենք թե հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունեն։ Տեսեք, ինչ ուզում է լինի, հայը եղել է առաջի քաղաքակրթության սերնացու կորիզը, առաջի քաղաքակրթության։ Ինչ ուզում է ասեն, չէ, մենք մեր պատմությունը գիտենք։ Եվ կա մի ազգ, դա հրեա ազգն է, որը հետապնդում է մեզ բոլոր առումներով, թող բան չանեն, ես այդ բանով ատելությամբ չեմ ասում դա, իրենք էլ խելացի ազգ են, բայց խելացի ազգ են իրենց խելքը, իրենց համար պահեն, երկիր տվեցին նրան 41 թվականի պատերազմից հետո տարած տվեցին, որ իրենք պետություն ունենան, թող սսկվեն իրենց պետության մեջ, իրենց գիտությամբ զարգացնեն, ապրեն, բայց ոչ ուրիշ ազգերի հաշվին։ Հայից ինչ են ուզում տիկին ասել։ Ուզում են ոչնչացնել հային։ Առավելևս հայի դեմ են, ինչի։ Որովհետև որ գծերն են անհանգստացնում։ Որովհետև մշակույթը, գիտությունը, պատմությունը, զենքերը, բոլոր աշխարհի երեսին գտնվող նորությունները հաստատորեն մի գիրք էին բերել, բայց ռուսերեն տպագրված, թե որ հայը որ երկրում ինչպիսի գործ է։ Ամբողջը հայի արդյունքն է։ Հային ոչնչացնելով յուրաքանչյուրը հայի ձեռք բերած ամբողջ այս համաշխարհային պատմության մեջ ձեռք բերած նորությունները բոլորը ամեն մեկը իր համար կենսագրություն է դարձնում։ Ալիևը այսօր փորձում է մեզ ջնջել մեր ամբողջ մշակութային արժեքները եւ այդ բոլորը դարձնում է, ասում եմ, մենք այդ խաչը մեզանից է ստացվել։ Խաչը փաստորեն Ալիևի այդ արարքները ինչով են դատապարտվելու։ Ինձ թվում է ի վերջո Ալիևը Նյուրնբերգյան դատավարության առաջ կկանգնի կամ որևէ Սողոմոն Թերերյան կծնվի եւ հարցերը կլուծի միանգամից։ Կներեք, որ այսպես բացահայտ եմ ասում, բայց ասում, եթե ինքը շարունակի հայրից դեմ էլի նույն ոտնձգությունները անել, այ հիմա բան չունեմ ասելու, այդ իրենց երկաթ գծով ցորենը գալիս։ Շարունակում է տիկին Ասատրյան, շարունակում էր։ Ահա։ Հիմա լուրջ եմ ասում, հայերը չեն ներելու։ Հայը այն ժողով, ես մի նայեք, որ ես ընտրությունների պատճառով իրար ինչ-որ բաներ են ասում, անդադ գնդակներով պաս են տալիս, խոսում են, վատաբանում են։ Հայը այդպիսին չի։ Հայի հոգու մեջ նստած է իր ազգը։ Հայ ինչ ուզում են անեն, հայի գենի մեջ այդ գենը չանփոփոխ է։ Նստած է, որ դու հայ ես, դու պետք է քեզ պաշտպանես, դու հայրենիքը պետք է ունենաս, քո կենսատարածքը պետք է պահպանես, պետք է, եթե մենք էլ չուզենանք, դերձերքը ինքը մեզ պահում է նրա համար, մենք աշխարհի մարդկության աղն ենք, աշխարհի գիտության հիմքը, ես ինչպես շատ է ասված ձերս հարթակից այդ մասին շատ են խոսել։ Չէ, դուք յուրահատուկ ձևով եք ասում, համեցեք, շարունակեք։ Որովհետև ինքը նաև ինքս էլ եմ հայ, չէ։ Ես անընդհատ եմ գրել, ամեն օր եմ գրել դրա մասին, ամեն օր հիշեցրել եմ, որ դուք հայ եք, դուք չեք պարտվել։ Այս 44-օրյա պատերազմի ժամանակ, եթե շատերին թվում է, որ մենք պարտվել ենք, մեզ դիտավորյալ այդ պարտությունը սկուտերի վրա մեզ մատուցեցին, որտեղ պետք էր այն պետություններին, որոնք ստանում էին միլիարդավոր դոլարները Ալիևից, ստանում էին նավթը, գազը, այլ հարաբերություններ ու եւ մեզ ներկայացրեցին պարտվող, թույլ, անօգնական, խղճուկ, խեղճ, որ ամեն մի թափթփուկ կարող է մատ թափ տալ հայ ազգի վրա։ Ալիևի այդ հոխորտանքները լսում ես ու հասկանում ես, թե ինչքան թույլ տեղից է գալիս, ինչպիսի հոգեբանական ծանր տրավմաների միջով է անցել մանկության վաղ տարիներում ու հիմա հային փորձում է արատավորել, հայ ժողովրդին ասել հիմար, հիվանդ, որ հայ ժողովրդին պետք է աշխարհի հոգեբանները, հոգեբուժները ուսումնասիրեն։ Այդ ուր ենք հասել։ Տիկին Ասատրյան, ինչպես նարեկացի ծնած ազգը 21-րդ դարում հասավ նման իրավիճակի, որտեղ սխալվեցինք, ինչու տեղի ունեցավ այս ամենը։ Ուրեմն, այո, սխալվեցինք։ Հայ ժողովուրդը, քանի դեռ ուներ թագավորներ, շատ հզոր էր։ Մեր վերջին թագավորը Արշակունյաց տոհմից էր, Արշակ թագավորն էր, որին պարսիկները խաբեությամբ տարան Տիզբոն,
եւ Սմբատ սպարապետին մաշկացրեցին իր աչքի առաջ պահեցին, իսկ իրեն պահեցին բերդում։ Ես մի բան ասեմ, այս ժողովուրդը հայ ազգը ավելի շուտ, ժողովուրդը մի քիչ խառնամող է, հայ ազգը իր ականջին միշտ պետք է օղանի ու պահի այդ հողի պատմությունը, երբ որ Արշակ թագավորին կանգնեցնում են այդ հողի վրա, սա բոլորը գիտեն, բայց մի անգամ եմ ուզում կրկնել, որ իրենց ականջները բացեն ու լսեն, երբ կանգնեցնում են հայկական հողի վրա, Արշակ թագավորը հզոր ասում է, ես քեզ կկոտորեմ, ես դուրս կգամ, քո ազգը կոչնչացնեմ, սա իմ հողն է, ես հզոր եմ։ Երբ որ իջեցնում են այդտեղից ու կանգնեցնում են պարսկական հողի վրա, նախ խոնարհվում։ Այսինքն հայոց հողը մեր ուժն է, մեր կենսական էներգիան է, փաստը մնում է փաստ, որ ասեն գնում են Ամերիկա, գնում են տարբեր տեղեր, Իտալիա, լավագույն տաղանդավոր մարդիկ, նկարիչներ, երգիչներ եւ այլն, բայց ինչ որ մի բան իրենց մեջ կիսատ է։ Գալիս են Հայաստան, գալիս են սեփական ժողովրդի մոտ ցուցահանդեսներ կազմակերպում, ելույթներ ունենում, մինչև սեփական ազգը իր զավակին չընդունի, չասի, որ դու տաղանդավոր ես, այդ անձը իրեն լիարժեք չի զգա։ Հայը գնահատվում է իր ազգի կողմից, ստանալով իր ազգի էներգիան, իր սեփական հողի կենսատարածքի էներգիան։ Դրա համար, երբ ես կլինիկական մահով հիվանդացա, մեկ ամսից ավել պարկեցի հիվանդանոցում, ես չեմ զգացին չկապ տարում, բայց այդ մահվան պահին ես տեսել եմ Վիպասան Ռաֆուն, որի հետ մենք շրջել ենք Արևմտյան Հայաստանում, տեսեք ինչպիսի փորձություն է, այդ մասին երկու հսկայական էջ գրական թերթում առեղծվածային մահվան դասերը վերնագրով մեծացավալ հոդվածով հանդես եմ եկել։ Ուրեմն ինքը ինձ ասաց, իմ խորհուրդն է ձեզ, իհարկե մի գաղտնիք ասեց, որը այսպես չեմ կարող ասել, բայց նաև մի բան ասեց վանացով տարավ ինձ, ասեց դու տեսնում ես այս վանալիճը, այ ու ձեռքը երկարեց ու ասեց այն խորքերում է մեր գաղտնիքը։ Դրանից հետո ես սկսեցի հետաքրքրվել վանով, թե այս ինչ բան է, այս ինչ գաղտնիք է, շու մի բան կա, որ ես չգիտեմ։ Ուրեմն բացի այն, որ Մհերի դուրն այնտեղ է եւ այլն, ուրեմն պարզվում է, որ այնտեղ մեր ուրարտական հսկայածավալ այդ մեծ գրանիտներով սարքած բերդերն են, բերդերը, ուրարտական բերդերն են, իսկ Ուրարտուն դա հայերիս հիմնադիր երկիրն է, Ուրարտուն մեզանով է սկսվել, դրախտը մեզանով է սկսվել, Տեր Աստված, ինչպես կարելի է այս ժողովուրդը, այս դրախտային երկրի ժողովուրդը, Աստվածների երկրի ժողովուրդը այսքան խեղճանա։ Էներ ում առաջ է խեղճացել։ Խոսքս հենց դա էր։ Ում առաջ է խեղճացել, առաջ մեր անունը տալիս վախենում էին։ Իսկ այսօր իսեր Աստծո, այս ինչ բան է, այս ինչեք այսպես կծկվել, ինչն է ձեզ մեր զոհերը։ Սահմանադրությունը փոխեք, սա փոխեք, նա փոխեք, որքան կարելի է այդ սպառնալիքների տակ ապրել ու չփորձել գլուխը վեր բարձրացնել ու գոնե մեկ անգամ բանավոր խոսքով ցույց տալ իր տեղը ու հասկացնել, թե 90-ականներին հայ տղերքը ինչպես էին ցույց տալիս իրենց տեղն ու դիրքը, իրենց հողի մեջ։ Ինչու ենք մենք այսպես կարկամել, անընդհատ մեզ փորձել են ջարդել։ Դուք են մեր հրաշք նրողություն Աբաջյանի մասին գիտեք, չէ՞, այն որ նռնակը պահում են ձեռքի մեջ, բոլոր կողմերից շրջապատում են, ուզում են տղային բռնեն, չենք սպանի քեզ, չենք սպանի, ինքը պայթացնում է նռնակը, որ իրանք սատկ են, նրողություն որ այսպես եմ ասում, բայց պիտի ասեմ։ Չէ, դրանց դեպքում այդպես է ասում։ Խնդիրը գիտեք ինչու՞մ է։ Նրանք համարձակվեցին նախ որ ինչպես է ասում այդ Ալիևին երիտասարդը տեսեք այդ ուժը անձնազոհության, հայրենանվերության ու ազգասիրության ինչպիսի դոզավորումով է եղել։ Դա հայրենասիրության կայծն է։ Ամեն հայի մեջ նստած է արյուծ հայը, արյուծ Մհերը, արյուծ Դավիթը, ասում է գնա Սասնա ճրակը չմարի։ Սա Սասնա ճրակն է, այս ճրակը պիտի վառ պահել։ Այս ինչ է եղել ձեզ։ Դուք բոլորը չեմ ուզում են օրինակը բերել, որ ասում են դու թագավորի որդի ես, տղաս, ինչու ես նստել հաց ես մուրում, հələ վեր կաց։ Ու երբ որ ինքը իմանում է, որ ինքը թագավորի որդի է, ուրեմն ինքը վերակենում, արդեն սկսում է հագնվել, գնալ, աշխատել։ Այսինքն երբ որ դու հային ոգի ես տալիս, իսկ ով պետք է տա հային այդ ոգին, ազգի առաջնորդը։
ազգի առաջնորդից է կախված տվյալ ազգի ապրելակերպը, վիճակը, հաղթանակները, ներկան ու գալիքը։ Տեսեք Հայաստանը ինչպիսի ու մենք չունեցանք։ Մենք այդ առաջնորդը ես բան չունեմ ասելու գործեր է անում մեր վարչապետը, դպրոցների կառուցում, մանկապարտեզներ, ապրի, որ այդ գործերը անում է, ճիշտ է անում, նույնիսկ ես գովեցի այս վերջերս խոսք գնաց թե Տիկին Ասատրյան թուրքը նստած է Հայաստանի սուվերեն տարածքում։ Դիրքեր է կառուցում, ամրապնդվում է։ Եկեք իրավիճակին ռեալ նայենք։ Փողոցներ ասֆալտապատելը ուրիշ հարց է, թշնամին դիրքեր է կառուցում։ Հիմա դա է ուզում ասել։ Դա է, ես դրան էի գալիս։ Ուզում եի ասել, որ այն բաները, որ արել է, ես իրավունք չունեմ ասելու, որ չի արվել։ Բայց հիմա նոր ընտրություն է կատարվել։ Ես կուզենայի, որ մեր վարչապետը ուժ հավաքեր իր մեջ, զգար, որ իր թիկունքում, ինք այդքան շատ է խոսում ժողովրդի, չէ, որ իր թիկունքում կանգնած է մի ժողովուրդ, որը իրեն չի դավաճանի։ Այդ 700 հոգին, թե 7000 հոգին, ովքեր որ իր համար քվեարկել են, որքան են քվեարկել, ես չգիտեմ, 760,000, նույնիսկ որքան որ քվեարկել են, նրանք հազարներ են։ Այդքան ժողովուրդը, որ մյուսներն էլ անգամ չկանգնեն իր կողքին, չէ։ Եթե Աստված մի արած է, որևէ բան լինի, եթե իրեն այդպես սիրում են, ինքը արչեվից որ գնա, այդ բոլորը իր թիկունքից գնան, Հայաստան ոչ ոք չի կարող մի քայլ, մի սանտիմետր ոտք գցել առաջ մտնել հայկական տարածք։ Այսինքն, հայ ժողովուրդը այսօր նախ այս ընտրությունները, սրա մասին ես երկու բառ անպայման ուզում եմ ասել, սա չընտրություն էր, ոչ թե ընտրություն։ Ինչու՞։ Որտեղ 19 տեխնացու վարչապետ էր ուզում դառնալ, հա, այդպիսի բան լինում է, իսկ իրենցից որևէ մեկը մտածում էր Հայաստանի հզորության մասին, փրկության մասին, Հայաստանին այս իրար վիճակներուց հանելու մասին, այդ ինչի չկարողացան միանալ իրար։ Ընդամենը երկու տեխնացու պետք է լիներ, մեկը իշխանության թևից, մյուսը ընդդիմության։ Պետք է հավաքվեին, համախմբվեին, պայքարերին ինչպես ուզում է լիներ, ոչ թե ամեն մեկը իր համար։ Այն որ հարցրեցիք ինձ ու կիսատ մնաց, թե ինչից եկավ հայերիս խեղճությունը, հիմա ես ձեզ ասեմ, քանի որ հայրենասիրական հարթակ է սա, ես մի տեսակ ավելի այսպես բաց եմ խոսում այս հարթակում, մեր հայոց հզոր նախագահներից հետո, արքաներից հետո, երբ որ մենք անցանք մարզպանության ժամանակաշրջանի, դա արդեն 4-րդ դարից էր, 277 թվականին գիտեք, արդեն բաժանվեց Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև Հայաստանը, ուրեմն ինչու, որովհետեւ յուրաքանչյուր գավառապետ իրեն կարծում էր երկրի նախագահ։ Բդեժ երկրի նախագահ։ Նույնիսկ որ Տիգրան Մեծը Պարսկաստանից եկավ եւ փոխում էին։ Բան չի փոխվել։ Ժամանակին բդեշխություններն էին, յուրաքանչյուր, այսպես ասած, մեծահարուստ ովներ կալվածք, իր կալվածքատերությամբ ինչ որ մի տարածք էր զբաղեցնում, նույնը այսօր է։ Հայաստանում, տարբեր մարզերում, Երևանում, տարբեր տարածքներում բան չի փոխվել։ Դե իրանք Ալիևը չասեց։ Իրանք էլ ժամանակին ունեին որոշ ծածկանուններ, մականուններ, այսօր էլ կան եւ նրանք էլ ունեն իրենց համապատասխան։ Խնդիրը ինչու՞մ էր, որ ասենք թշնամին հարձակվում էր որևէ գավառի վրա, այն մյուս գավառապետը փոխանակ գնար օգնության միասններին, համախմբվեին, գնային պայքարեին իրենց տարածքների համար, չէին գնում։ Մտածում էին աղոհացով, ոսկով, արծաթով գնան դիմավորեն, այդ բոլորը վերցնում էին ոսկին ու արծաթը իրենց էլ կոտորում էին։ Այսինքն հայը այդ երբ նյութականացվեց, երբ կորցրեցինք մեր թագավորներին։ Ավելի ճիշտ ով նյութականացրեց։ Ով նյութականացրեց, դե որտեղից է գալիս այդ հոսքը։ Սկսվեց Հռոմից, սկսվեց, եկավ Պարսկաստանով, պարթևներով, դրանից հետո եկան արաբներ, թուրքեր, այսինքն անընդհատ Հայաստանը որպես խաչմերուկ ընկած արևելքի եւ արևմուտքի միջև Հայաստանը ոտատակ արվեց եւ ամեն մեկը ով եկավ իր բաժինն առավ ու գնաց եւ մենք չհասցրեցինք հզորանալ այն հզորները որ պետք է կարողանային ասնել իշխանություն եւ պայքարել իր թշնամիների դեմ այդ հզորներին թիկունքից զարկում էին խփում էին ինչպես
այս 44-օրյա պատերազմի ու նրանից առաջ 44-օրյաից լավ այդքան չէ, ինչու՞ չէ 44-օրյայից էլ եղան այնպիսի պատմություններ, որ ես զարմացած լսում էի, չէի հավատում։ Հուլիսյան մարտեր։ Այո։ Ինչևէ, Տիկին Ասատրյան, Ալիևին արժանի հակահարված ինչպես պետք է տանք, որ հերթական ագրեսիան այսօր չկատարի Հայաստանի նկատմամբ։ Ինչպես պետք է տանք այդ հակահարվածը։ Կարող ենք, թե չենք կարող։ Կարող ենք։ Խնդրում եմ շատ հստակ ասել։ Ուրեմն, քանի որ հիմա այս խաղաղության պահն է, մի քիչ էլ մենք մի քիչ խորամանկ պետք է լինենք։ Այսինքն 200-ից ավելի է, ինչ երկու կողմեր են հայտարարել են, որ պայմանագիրը պատրաստ է։ Օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցավ որոշակի ձեռքսեղմումներ եւ որոշակի ստորագրություններ, բայց ընդամենը 1 ամսից 1 տարին լրանալու է։ 1 տարի մենք չունեցանք։ Կարող են նաև 2 տարի լրանալ։ Ուրեմն մենք այս ժամանակավոր կարող է նաև 3 տարի լրանալ, Տիկին Ասատրյան, բայց թշնամի երկրի բռնապետը մինչև այդ կամ կլինի կամ չլինի։ Հարգելի Թրամփը ինչու չի փորձում հակազդել կամ որոշակի խոսք ռետորական Ալիևի սաստել։ Ալիևը բացի բաց ժամանակակից աշխարհի աչքի առջև, որը խոսում է դեմոկրատիայից, որը խոսում է ժողովրդավարությունից ու մարդկային վսեմ արժեքներից, հայհոյում է, անպատվում է հայի տեսակը ու եւ սուվերեն երկրի նկատմամբ նսեմացնում է, այո, թույլատրում է հայի ոգին, հայի ուժը։ ՄԱԿ-ը ուր է ձեր ասած, Վաշինգտոնը ուր է, Թրամփը ուր է, որ կանչվել էր Վաշինգտոն, այդ ժամանակ մեր հարգելի երկրի ղեկավարը ինչու չտարավ կամ Թրամփին ինչու չասեց այնտեղ որտեղ որ ստորագրվում էր մի քանի սենյակ այն կողմ գտնվում էր Վինսոնյան հայտնի այո իրավարար վճիրը այո ինչու Ալիևին չտարավ այնտեղ կողքի սենյակներն էին հավանաբար եւ ներկայացներ ով է հայը ինչու մենք մեզ չենք կարողանում ոչ թե մատուցել, այլ ճիշտ ներկայացնել, քանզի բոլոր արդարությունները մեր կողքն է, մեր մեջ է։ Ինչու չենք անում, չենք ուզում, թե ճնշված ենք։ Կամ պարտադրված է ինքը, ինչ որ որոշ մարդկանց պարտադրանքի տակ, որոշ մարդկանց չէ։ Որոշ ուժերի այո դա կա դրա համար եմ ասում այսօր ընտրությունը այս ընտրությունը նոր ժամանակաշրջան է նոր փուլ է նոր աշխատավոճ նոր մտածողություն նոր ծրագրեր հիմա ինչ կար չկար թույլ էին ինչ չեն արել թե ինչ կլինի հետագա օրերին ես չգիտեմ որտեղ ընդդիմությունը կոչ է արել համախմբվելու սա հետագայի խնդիր է բայց ես կուզենամ որ ես չեմ ուզում որ Հայաստանի ներքին իրավիճակը խառնվի իրար թշնամին հենց սա է որոնում դա եւ գնդապետ դանը եւ ԿՀՎ-ի նախագահը այս ժամանակ հայտարարեցին չէ եթե ուզում ես որևէ երկիր գրավել նախ եւ առաջ դու նրանց բնակչությանը խառնիր իրար երկրի ներքին տնտեսական վիճակը վատացրու եւ այլն եւ արձակում ընդգործի այսինքն Հայաստանը այսօր չպետք է գնա այդ քայլին թե ընդդիմություն թե իշխանություն այսօր իրենց միակ նպատակը պետք է լինի Հայաստանը հզորացնել մեր շատ սիրելի դրամատուրգ արձակագիր Պերսեյթունցյան ինչ է ասում եթե ուզում ես հզոր Հայաստան ունենալ եթե ուզում ես Հայաստանը ծաղկի Թուրքիայի քթի տակ հզոր Հայաստան կառուցի հիմա այս 2 տարի է թե արդեն մի տարի անցել է չէ ինչ ենք արել մենք այո ես տեսա այդ մեր զենքերի շքահանդեսը շատ ուրախացա դրական բան գրեցի իհարկե որոշ մարդիկ ասեցին խաղալիքները եւ այլն բայց խաղալիք չի այսօր մի քիչ էլ լավ բան ասեմ հա մեր ժողովուրդը մի քիչ ուրախանա այսօր Հայաստանում գնում են ՆԱՏՕ-ի երկրներից 3 խոշոր երկրների Ամերիկայի, ուրեմն Ֆրանսիայի եւ Հունաստանի զորքերի հետ միասին Հայաստանը անցկացնում է խաղաղ զորավարժություններ։ Խաղաղ զորավարժությունները նաեւ ինքնապաշտպանական զորավարժություններ են սրանք, չէ՞։ Այդ զենքերը որ բերել էին որոշ մարդիկ հարցնում էին, բայց իրենք տիրապետում են այդ զենքերին թե ոչ, իհարկե տիրապետում են։ Այ հիմա կսովորեն։ Այսինքն այսպեսի
Սա շատ լավ բան է, որ հայերս արդեն են լավ պարապած զինվածների հետ ձեռք են բերում, մարզվում են։ Սա ինչ է նշանակում, որ մեր տղաները պատրաստ են, չէ՞։ Իհարկե մենք ինքնապաշտպանության համար ենք անում, մենք ոչ ոքի վրա հարձակվելու ցանկություն չունենք, բայց ինքնապաշտպանությունը կդառնա հարձակում, եթե իրենք հարձակվեն մեր երկրի վրա, այնպես որ ես չեմ ուզում մեր ժողովուրդը վախենա, մեր տղաները եւ պատրաստ են։ Բանակը բավականին զինված է։ Հիմա էլ են զենքեր բերում։ Ու շատ լավ է։ Այո, տես, այսպես ես մի քիչ զայրացա, ասեցի, այո, մենք ունենք թշնամի։ Եվ մեկը չի։ Մեր թշնամին Ալիևն է։ Չնայած ասում են մի ասեք թշնամի, իհարկե ես չեմ կարող նրան թշնամի չասել, այդքան զոհերը տվել։ Մյուս կողմից Էրդողանն է։ Լավ է, որ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորվել են, Վրաստանը հիմա ազատ թույլ է տալիս, հիմա նոր երկաթգիծ են ինչ որ անցկացնում։ Դե Իրանը մեզ ընդհանրապես ված չի մեր հետ, այսինքն եթե մեր երկու հարևանները մենք դրանցից լավ բան սպասել մենք չենք կարող, բայց հաշվի առնելով բանի Հայաստանի արդեն ամբողջ աշխարհի կողմից այսպես ճանաչում ձեռք բերելն ու արդեն Հայաստանին պաշտպանության տակ վերցնելու այս միտումները իրենք տեսնելով ոչ մի երկիր այսօր իր իմիջին վնաս չի բերի, հարձակում չի գործի Հայաստանի վրա։ Դրա համար այս եւ այլ շատ նուրբ հանգամանքների նկատի ունենալով մեր երկրի ղեկավարությունը այսօր պետք է ձեռք բերի վերջին համարձակությունը, այն որ Մեսրան Մելիքի մայրը երկու անգամ, մի անգամ քույրն է գալիս, թե մի սպան Իրան, մի անգամ մայրն է, չգիտեմ իզով, ծնգաչուկ, հա, ես քեզ կաթ եմ տվել, գոնե ինձ խնայի, մի սպան Իրան, չէ, հիմա այդ երկու քայլերը արվել է Փաշինյանի մոտ։ Փաշինյանը զիջել է այդ երկու քայլերին, ովքեր են այդ ծնգաչոք կամ ահաբեկելով խոսել կամ ծնգաչոք բան արել, որպեսզի այս քայլերին գնացել են իրենք։ Հիմա թող չգնան, հիմա թող կանգնի հզոր իր բանակի թիկունքին, իր բանակի կողքին, որպես գլխավոր հրամանատար կանգնի կոպի իրան, հավաքի գերագույն հրամանատար, այո, բարձրացնի ժողովրդի տրամաբանությունը, տրամադրությունը, որտեղ Ալիևը այնքան նսեմանք, այնքան այսպես ատելություն, հայ ժողովրդի ոգին բանանելու մեր գերիներին, մեր աչքի առաջ անդադ պահելու, նա գերության է վերցրել Հայաստանը գերի չպետք է մնա, այդ մարդիկ էլ պետք է ետ վերադառնան, դրանք ինչքան էլ որ իրենց վատ են պահել Արցախում, նո Արցախը 30 տարի փոխանակ չինական Պարիս կառուցերին քամեցին Արցախը, քամեցին, հենց արցախցիները քամեցին Արցախը, այ Արցախը պետք է հզորացնել, այդ թասիբ ունենալ երկիրը պահելու, այսօր ինչի համար եք առաջ ընկել, այդ 19 թեքսածուտ, այդ դուք պետք է 19 վարչապետ ունենայինք, մեկ, այս ինչ եք անում, բայ մեկը հարգելի արեք։ Շատ ուժեղ լիդերներ էին բոլորը Տիկին Ասատրյան, շատ ուժեղ, ինչև է, և վերջում մեր հավաքական հիշողությունը հաղթանակների համար արթնանալու է։ Մեր հավաքական հիշողությունը արդեն արթնացել է։ Եվ ինչ լույս եք տեսնում Հայաստանում։ Հայաստանը հրաշալի ապագա է ունենալու։ Ինչքան էլ որ ես խոսեմ, այսպես ասեմ, չէ, ես խոսում եմ մեր անցյալի մասին, ես ինչ որ խոսել եմ իմ անցյալն է։ Կարևոր է ոգեղենությամբ եք խոսել։ Հայաստանը ծաղկելու է։ Դուք դատակաձեռն չեք եկել։ Չէ։ Ռուզան Ասատրյան, երկրի հիշողությունը հատոր 4։ Այո։ Շնորհակալ եմ։ Անպայման ընթերցելու եմ եւ շատ շնորհակալ եմ նման պատվի արժանացնելու համար եւ ձեր երկրորդ գրքից խոսենք Ռուզան Ասատրյան անկորնչելի Հայաստան, էլի 4-րդ հատորյակն եք բերել։ Այո։ Սա մեկ նախադասությամբ ասեք, ինչի մասին է։ Սա գիրք է։ Սա գիրք է մեր օրերի պատմության մասին, որպեսզի այդ պատմությունը չկեղծվի։ Ամբողջ ամեն օր գրեթե արձանագրված է այդտեղ, ցանկացած այ հիմա բացեք մի էջ, մի ամսաթիվ եւ մի նյութ կարդացեք, օրվա նյութը ինչ է եղել։ 7 նոյեմբեր 2020 Զարկ Շուշի, թշնամին հավատիտ է զարկել, մեկ զարկով հաղթենք ինքներս մեզ, Մասիսի Որձակար Սլացքի պես։ Հրաշափառ։ Շնորհակալ եմ, Տիկին Ասատրյան, որ եկաք, ժամանակ հատկացրեցիք։ Ես էլ եմ շնորհակալ, ավելի պակաս կներեք, որտեղ ես Հայաստանի մասին խոսելուց ես չգիտեմ որ մեկը ասեմ, որ ասվի ամբողջը,
որովհետև մենք իրավունք ունենք մեծ եւ հզոր Հայաստան, Древняя Արմենիա, այդ որ ասում էին ռուսները, բերաները չէր փակվում։ Հիմա այդ մեծ եւ հզոր Հայաստանից մնացել է ընդամենը 39.740 հազար քառակուսի կիլոմետր։ Ուրեմն մենք պետք է աշխատենք արտնացնել մեր ոգին, հայի իրական ոգին, ոչ թե այս խեղճուկրակության, այս բամբասանքի, ատելության, այս բոլոր բաները եկեք մոռանանք, սիրելի ժողովուրդ։ Այսօր տեսեք մեր դեմոգրաֆիական վիշերտը ինչքան թույլ է։ Ադրբեջանցիները առաջ որ գնում են, ասում էին մոլլան մտնում էր գյուղերը, ասում էր երեխաներ ունեցեք 10-ից պակաս չունենաք։ Ես այդ ժամանակներում աշխատում էի Հայաստանի աշխատավորի ամսագիր կար կանանց մորում անգամ բաժնի վարիշների անգիր գիտեի Հայաստանի որ տարածքում, որ եզդին, որ թուրքը, որ քուրդը, քանի երեխա ունի հայրը, քանիս հայրը ունում էին 4, ամենաբարձր բազմազավակությունը 5 երեխաներ, նրանք 11, 12, 10-ից պակաս չէին ունենում։ Այսօր մանկացնությունը պակասել է։ Ես խնդրում եմ իմ սիրելի ժողովրդին, ես խնդրում եմ Հայաստանի իշխանությանը ուժ հավաքեք ձեր մեջ, եթե որոշել եք մնալ, եթե որոշել եք երկիրը ղեկավարել, Հայաստանը ամուր պահեք, հզոր պահեք, Հայաստանին հզոր պետություն է պետք, Հայաստանին առյուծ ղեկավար է պետք, Հայաստանը չի կարող առանց այդ հզոր ղեկավարի հայ ժողովրդի որդիները չեն կարող իրենց հզոր զգալ, ուժ տվեք հայ ժողովրդի զավակներին, զավակներ ծնեք սիրելի մայրեր, ձեր ափերի մեջ է ազգերի ապագան, մեր գարեգին նժդեղն էր ասում, պապանեք, հզորացրեք մեր հրաշք երկիրը, այս մեր դրախտավայրը, Հայաստանից բացի ես որ նորից ծնեմ, ես ասել եմ հայ եմ ծնվելու, որտեվ հայը ամենատաղանդավորն է, ամենախելացին է, ամենաազնիվն է, ամենամաքուրն է, եկեք այդպիսին լինենք եւ մի ձեռը ծափ չի տա։ Մենք ազգովի պետք է կարողանանք մեզ մաքրել, բյուրեղացնել, հզորացնել մեր սքանչելի ենթքեր։ Այդ օրը տեսնում եք Միանշանակ տեսնում, շատ լավ է լինելու Հայաստանի համար։ Այ հավատացեք, շատ լավ է լինելու։ Ես շատ զգայուն ամեն լուսաբացի, ոչ միայն լուրերը, ոչ միայն երևույթները, այս բոլորը վերլուծում եմ, ոչ միայն աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Հայաստանը շատ լավ է լինելու։ Շնորհակալություն, հոգաչափ շնորհակալ եմ, որ եկաք Տիկին Ասատրյան, ձեր մտքերը, տեսակետները եւ վերլուծությունները ներկայացնելու համար։ Մեր հանդիպումները շարունակական են, հետաքրքիր թեմաների շուրջ անպայման հավաքվելու ենք։ Ամենայն բարիք ձեզ։ Խնդրեմ, սիրով, շնորհակալ եմ։ Մենք այն ազգն ենք, որի արմատները ձգվում են դարերի խորքը, որի ոգին կոփվել է կրակի ու արյան միջով, բայց երբեք չի խոնարհվել։ Մեր լեզուն աղոթք է, մեր մշակույթը անմահություն, իսկ մեր հայրենիքը սերնդեսերունդ փոխանցված ուխտ։ Ոչ մի փոթորիկ չի կարող կոտրել այն ազգին, որի սրտում ապրում է Արարատը։ Այսօր առավել քան երբևէ եկել է վերածննդի ժամը։ Ժամանակն է, որ հայի ոգին նորից բռնկվի։ Ժամանակն է, որ մեր միասնությունը դառնա մեր անպարտ ուժը եւ մեր հավատը մեր հաղթանակների ճանապարհը։ Թող աշխարհը տեսնի եւ վկայի, որ հայը երբեք չի ծնկել եւ չի ծնկելու։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս գրող, բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։